մոտենում են խորհրդարանական ընտրությունները եւ մինչեւ ընտրությունները մեր հանրությունը արկա խնդիրների մասին մոռացած հենց գալիս ասման ընտրությունների քարոզարշավի սկիզբը նոր հիշում են ընտրացուցակների մասին 2021 թվականի ընտրություններից հետո ինչ քայլեր, ջանքեր, միջոցներ եք գործադրել, որ ցուցակներից դուրս գան այն մարդկանց անունները, որոնք 1990, 91, 92, ոմանք 93 թվականներին հեռացել են Հայաստանից եւ դրանց մեծ մասը նույնիսկ մեկ անգամ չեն վերադարձել Հայաստան, բայց իրենց անունները դեռ ընտրացուցակներում արկա են։ Հիմա օրենքով այդ մարդկանց անունները պահում ենք ցուցակում, թե չենք պահում։ Եվ ինչ քայլեր ենք մտածել կամ մտածում այս խնդիրը լուծելու համար, որովհետև ընտրացուցակների այդ ուռճացված թիվը տարամեկնաբանությունների տեղ է տալիս։ Այս առաջին հարցը, երկրորդ հարցը։ Նախորդ ընտրություններից ասենք իմ մոտ տպավորվել են 2017 թվականի ընտրություններ, որովհետև դրանից հետո մենք միասին դատարանում փորձում էինք ընտրությունների հետ կապված ինչ-որ հարցեր ճշտել 17 թվականին, մասնավորապես, ասենք տներ կային, որոնց վրա 27, 35, 50 հոգի գրանցված էր։ Դիտարկել եք այդ հասցեները եւ ոնց անենք, որ ընտրություններից առաջ էլի այդպիսի բնակարաններ տներ չհայտնաբերվեն։ Հետո մարդիկ կան, որոնք այդ ընտրությունների օրը պարզում են, որ իրենց հասցեի վրա մարդ կա գրանցած, որոնք իրանք չեն ճանաչում։ Այդ խնդիրը միջև ընտրությունները կարողանալու ենք լուծել թե ոչ, եւ երրորդ հարցը բարեգործությամբ զբաղվող մարդը, այդ մարդու հետ փոխկապակցված մարդիկ, օրենքով արգելվում է մասնակցել ընտրություններին, թե ոչ, այսինքն մարդը օրինակ ունի տեսական եմ ասում, օրինակ, էլի որ որևէ մեկին, օրինակ ունի կենթանաբանական այգի, Եվ ստենց պտտվում ամեղրի ու մատանում ցույց տալիս, երեխեք ուրախանում են, հետո ամասիա է ասնում, հետո իջևան, հետո գալիս ընտրությունը ասում է ես արդեն տեխնացու եմ։ Այդ մարդը իրավունք ունի մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Նախ ընտրացուցակների մասին, պարոն Ազյան, տեսեք 21 թվականին, երբ որ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարած եւ 22 թվականին ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, ինքը ենթադրում է, որ ընտրական ցուցակներում կարող է ներառվել բացառապես ընտրությունների նախորդող 6 ամսվա կտրվածքով այդ պահին ուժի մեջ գտնվող անձաստատող փաստաթուղթ ունեցողները Այսինքն, անձը ձեր ասած նկարագրած օրինակով, անձը կարող է բնակության պետական ռեգիստրում լինել, ասենք, չգիտեմ, 20 տարի առաջ Հայաստանը լքել է, բայց եթե ինքը չունի ուժի մեջ անձաստատող փաստաթուղթ իր անունով, իր անունը չի գրվում ընտրողների ցուցակում։ Այսինքն, իսկ մեր անձաստատող փաստաթղթերի գործողության ժամկետը հիշում եք 10 տարի է։ Այսինքն ու ամեն տարի, այսինքն այս նորմի ուժի մեջ մտնելուց հետո, այսպես առաջին որ ուժի մեջ մտավ, ես հիշում եմ, որ մոտ 200,000-ով 22 թվականի արդեն 22 թվականին ընդհանուր ընտրողների թիվը մոտ 200,000-ով պակասեց։ Այո, բայց ամեն տարի, այսինքն տարին անցնում է ժամկետ անձահաստատող փաստաթղթերի քանակը, այսպես ենք, ավելանում, այսինքն այս գործիքը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ընտրական ցուցակներում մնան բացառապես այն մարդիկ, ովքեր մեր
քաղաքացիները, մեր համաքաղաքացիները, ովքեր կապ ունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Այսինքն պիտի մարդը վերադառնա Հայաստան նոր անձահաստատող նոր փաստաթուղթ հանի, որպեսզի ինքը իր ընտրողների ցուցակում գտնվելը վերականգնվի։ Հակառակ դեպքում, եթե ինքը, այսինքն 22 թվականից գործում է, արդեն 25 թվականին, այսինքն արդեն մնացել է, այսինքն առավելագույնը այն 7 տարի եւս, հա, որ կարող է 7 տարի առաջ գնացել են, թափеш չի եկել ձեր մտահոգությունը նկատում։ Այսինքն ինքը բայց այս գործիքը ըստ էության խնդիրը լուծել է, որ այսինքն հա, ամեն դեպքում սկզբից կտրուկ նվազեց, հետո արդեն սկսեց ըստ այսպես ոնց որ տարվա անցման հետ կապված նորի, ասենք ինչ որ ծավալի էլ է, ասենք մաքրվում դուրս գալիս ու այդպես համոզված եմ, որ մենք կունենանք 99.9% ճշգրտությամբ ցուցակ, այսինքն անձը իրապես գոյություն ունի, կարող է Հայաստանում չի բնակվում, բայց հաստատապես կա, այսինքն դրսում մահացել եւ ոչ ոք դրա մասին չի իմացել, ինքը այդպես մնացել է, այս տարբերակը ըստ էության դուրս է գալիս։ Այս հաշվառման խնդիր, հաշվառման կապված, պարոն Ազարյան, իրականում հաշվառման, այսինքն որ ցուցակը լիազոր մարմինն է վարում, այսինքն հաշվառման խնդիրը մեր տիրույթը չի, ուղղակի ձեր բացացած խնդիրը կարող եմ ասել, որտեղ դրա այդ անդադ ընտրությունների ժամանակ այդ նույն խնդիրը բարձրացվում է, այստեղ հաշվառման գործընթացի օրենսդրական կարգավորումներով է պայմանավորված։ Չգիտեմ որքանով այդ համակարգի հետ ծանոթ եք, ըստ էության մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս առանց սեփականատիրոջ իմացության մարդ հաշվառել, ինչ որ ասի։ Երբ որ բայց այդ հաշվառումը, այսինքն որևէ իրավունք տվյալ հասցեի նկատմամբ չունի, բայց այդ կարող է լինել նման դեպք։ Օրինակ այդ մեր անձնագրային ծառայության մասնակիցը դա օրենսդրությամբ դա հնարավոր է։ Երբ որ բայց սա կապ չունի, այսպես ասենք, որ, չգիտեմ, մարդկանց խումբ, մեծ թվով, եթե չեմ սխալվում, այս օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ այդպես որ ասենք մարդկանց մեր մեծ խմբեր լինեին հաշվառված, բացառապես հանրակացարաններ կամ ինչ որ իրականում մեկ հասցեի տակ մի ամբողջ, այսպես ենք ասել, շենքի ոնց որ կար շենք մեկ, ոնց որ հասցեն մեկ էր, բայց ինքը իրականում ոնց որ բազմաբնական այդպիսի դեպք ենք ունեցել, բայց այդպես չի եղել, որ բոլոր հասցեների հետ կապված լիազոր մարմինը տվել է հստակ հիմնավորված պարզաբանումներ։ Ինչ վերաբերում բարեգործությանը, տեսեք, խնդիրը ոչ թե արդյոք բարեգործը կարող է մասնակցել ընտրություններին, խնդիրը որ ընտրություններին մասնակցողը այլևս չի կարող բարեգործություն կատարել, այստեղ, այսինքն օրենսդրական մոտեցումն է այստեղ, այսինքն գրանցվելուց դեք ինքը ընտրություններ նշանակվելու պահից ընտրությունը երբ որ նշանակվում է, այլևս այդ պահից process-ը մեկնարկած է եւ ապագա այսպես են քաղաքական գործիչը, որը մինչ այդ բարեգործ էր, այլևս չի կարող ոչ ինքը, ոչ իր կազմակերպը բարեգործությամբ զբաղվել։